Բարև ձեզ, սիրելի հայրենիքներ, այսօր ուրախ եմ ինձ հետ կգտնվի Արտար Հայաստան Գուսակցության նախագահ հիմնադիրը բարոն Նորիկ Նորիկյան։ Բարև ձեզ, բարոն Նորիկյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, հարգանքներս, շնորհակալություն, լավ եմ, հարգանքներս ձեզ։ Նմանապես, շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերս 2022 ամառի վերջի գետավնդեմ եւ ի վերջո ստացվեց ինձ կշնորհավորեմ որ հարադեմ ինձ համար պատիվ է Արտար Հայաստան Գուսակցություն նախ հարկանցեցի ասեմ ինչու որտեղ Արտար Հայաստան Գուսակցությունը չին երբ որ հասկացա որ արտախորհրդարական նիստերում մեջը ինձ այս հարցը պատմած էր ձեր նախին գուսակցության անդամ ողջունում Դավիթ Կարապետյան ասա որ Արտար Հայաստանը հասկանալով որ արտախորհրդարական նիստերում մեջը իրենց մնալը միայն այսպես այսինքն ինքը ցեվական է ոչ մեկ օգուտ չեն գնալ դուրս եկակ քիչ մը ինձ խնդրեմ երբան գետև ինչու այդ նիստերն դուրս եկակ եւ ինչու ուրիշները չեկան օրինակի համար դու օրինակի համար շատ իրավաշ կայլ արեցիք Շնորհակալ եմ հարցադրման համար վերջի 3-4 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ ես առիթ ունեցել եմ նման հարցադրմանը պատասխանելու եւ երբեմն արդեն վերածվում էր հումորի, ասում էի մեր մասին 7 երկ գիտեն, 7-ն էլ այդ արտախորհրդարանական ուժերի ձևաչափով հանդիպման մասին։ Իրականում մենք որպես նորաստեղծ քաղաքական ուժ, երբ որ որոշում կայացեցինք հիմնադրել մեր կուսակցությունը եւ որոշում կայացեցինք զբաղվել ակտիվ մեծ քաղաքականությամբ, մեզ համար խնդիր էր դրված որակապես նպաստել նոր առողջ քաղաքական մշակույթի ձևավորմանը աշխարհի զարգացած տարբեր երկրներ իրենց քաղաքական էլիտաները, իրենց քաղաքական իշխանությունները, քաղաքական ընդդիմությունները ունեցած խորքային հակասություններով հանդերձ պահում են որոշակի էթիկա, պահում են որոշակի շփման միջավայր։ Դուք միայն տեսեք ամերիկյան իստեբլիշմենտը երբեմն կոնկրետ միմյանց նկատմամբ ունենալով մեծագույն հակասություններ քննադատում են միմյանց, բայց հարկ եղած բանին չեն խուսափում միմյանց հետ հանդիպելու։ Եվ մենք իսկապես ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում փոխվեն քաղաքական պայքարի պատկերացումները։ Եթե դու չես հայոյում, եթե դու Նիկոլին Թուրք չես ասում, եթե դու Նիկոլին Դավաճան չես ասում, եթե դու Քոչարյանին կաշառակեր կոռուպցիոներ մարդասպան չես ասում, եթե դու Սերժին կազինոյի սիրահարու կոռուպցիոն պարագլուխ չես համարում, ուրեմն դու ընդդիմադիր չես, դու քաղաքականությամբ չես զբաղվում։ Մենք բոլորովին այլ կեցվածք ենք ընդունել։ Մենք խոսել ենք այն, ինչի մասին միշտ խոսում ենք։ Մենք գնացել ենք Առաջարկ ենք ստացել տարբեր ձևաչափերով կուսակցությունների հանդիպել, գնացել ենք տեսել ենք մի քանի անգամ հանդիպել ենք, տեսել ենք, որ սա այն ձևաչափը չի, սա չի լուծում մեր պետության, մեր հասարակության, մեր քաղաքական դաշտի խնդիրները եւ դուրս ենք եկել պարշակատ մաքուր ձեռքերով։ Ես չեմ կարծում, որ հիմա այդ հարցին անդրադառնալը պատեհ է, որովհետեւ Գարշ թեվով, այո հրավերներ կան, այլ ներքին ու արտաքին սպառնալիքներ կան, բոլորովին այլ տրամադրություններ օրակարգ է իշխում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ իմաստով ես ձեզ ասեմ, որևէ խնդիր, ստվերային պայմանավորվածություն չենք ունեցել, չունենք, ավելին գտնում ենք, որ այս իշխանությունը ի սկզբանե ուներ լուրջ վստահության պաշար հանրության մոտ, սակայն տարիների ընթացքում այնպես է սպառել իրեն, ուժասպառ է եղել, ձախողել է եւ որևէ ռեսուրս չունի հաջորդ ընտրությունների ընթացքում վերարտադրվելու եւ մեր խնդիրն է որպես նոր սերնդի քաղաքական ուժ անել ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում որակապես նոր քաղաքական իշխանություն ձևավորելու համար։ Պարոն Նորիկյան, ցեզի միտեսեմ ինչու քիչ մը այսպես ժամանակավորել հարցում արտուցի, որովհետև գապված է հաջորդ հարցումից հետ նախ մադը ծեր վերքի վրա դրիկ։ Ինձ որ հարցազրույցի գրավիրեին Վարչապետ Փաշինյանին ես գիտիմեի բարոն Վարչապետով եւ մարդիկ հասկացած էին որ ես իշխանամետ եմ, հակառակ որ իմ բովանդակությունս բոլորը իր քաղաքականությունը կանտադեր, սակայն դժբախտաբար Հայաստանի մեջ այսպես մագերեսային գնային եւ ցեք ինչ որ դուք այսօր մի դես կուզեմ հարցնել այն ինչ որ դեգունեցավ ասկային ժողովի մեջ Օրինակ մարդուկ տեսակ որ ծեր բոլոր այդ ներկայությունը այդ ֆոլկլորային գազի մեջ անի մասնակցուց եկակ սակայն այսօր ընդդիմությունը իշխանության հետ միասին ամենագադաղի հարցակումներով նախադիմներով իրարու գնահատեն սակայն գործնական ոչ մեկ քայլ չունենք այս ընդդիմությունը կրնա 50 տարի ասկային ժողովի մեջ իշխանության կանադադեր ամենավատ խոսքերով
եւ նույնը փոխանակ իշխանությունը սակայն մանդատները վարչի տներ այսինքն կորզնականորեն ոչ մեկ արդյունք այո ցևով ինտիմատիր են սակայն բովանդակության մեջ իրենց ասկ ընթացքը իշխանության ցանկը գերգարացիկ է ինչ կսեք Գիտեք, ես դեռևս 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եմ արձանագրել, որ խորհրդարանական այսօրվա ընդդիմությունը, եթե իսկապես այդպիսի հակադրության մեջ է եւ այդպիսի պատկերացումներ ունի, ապա թող շպրտեն իրենց մանդատները, ստեղծեն սահմանադրական ճգնաժամ, ստեղծեն խորհրդարանական ճգնաժամ եւ երկիրը բերեն մի այնպիսի իրավիճակի, երբ որ ֆունդամենտալ առումով մենք կգնայինք արմատական փոփոխությունների, բայց կյանքը ցույց տվեց, որ այս ընդդիմությունը ամենաշահեկան ու երանելի ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի համար եւ ընդ որում արժանին մատուցելու համար պետք է խոստովանենք, որ Փաշինյանը այդ մասին ազնվորեն խոստովանում է, որ իրենց ընդդիմադիր խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների հետ լավ էլ կոմֆորտային իրավիճակ է իրենց համար եւ հենց այսօր էլ եթե ուշադրություն դարձրել եք հետեւել եք խորհրդարանի աշխատանքներին իրենք այսօր էլ խոստովանել են որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը պարզապես նվեր է այս իշխանության համար ես մի քանի օր առաջ եւ մշտապես վերջի 2-3 տարիների ընթացքում իսկապես արձանագրում եմ եւ ես երեք էլ եմ արձանագրել այդ մասին այս իշխանության համար իր իշխանությունը վերարտադրելու միակ ռեսուրսը մնացել է նախկին իշխանությունները նես խորհրդարանական ընդդիմությունը այս մարդկանց օգտագործում է Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդի որոշ սեգմենտի մանիպուլացնելու միջոցով իր իշխանությունը վերարտադրելու համար եւ նա մշտապես քանի ռեսուրս կա ինչքան պոտենցիալ կա այդ առումով այդ մարդկանց օգտագործելու եւ նա օգտագործելու է մեր ժողովուրդը որ պետք է սթափվի մեր ժողովուրդը որ պետք է իսկապես ճիշտ հետևությունների հանգի որտեղ ես խորապես համոզված եմ գործող ընդդիմությունը եւ գործող իշխանությունը միմյանց նկատմամբ ունեն քիմիա պատկերավոր ասած սիամական երկվորյակներ են զավթել են քաղաքական դաշտը թույլ չեն տալիս նորաստեղծ քաղաքական ուժերի քաղաքական ազդեցության մեծացմանը դուք միայն հետևեք թե մենք ինչ ֆեյքային հարձակման են ենթարկվում այսինքն իրենք այդ առումով նույնիսկ բնական դաշնակիցներ են իրենք թույլ չեն տալիս որ իրենցից զատ այլ նոր ուժեր հայտնվեն քաղաքական դաշտում շատ པարզ պատճառաբանությամբ նոր ուժերի ի հայտ գալու պայմաններում իրենք մնալու են խաղից դուրս իրավիճակում հետեւաբար իրենք պահում են այս գզվրտոցը եւ այս օրակարգից իրենք դուրս էլ չեն գալու որովհետեւ իսկապես կոմֆորտային իրավիճակ է իշխանության համար նման ընդդիմություն ունենալը երանելի վիճակ է որովհետեւ գիտեք ինչ աշխարհի տարբեր երկրներում ճիշտ հակառակ վիճակն է իշխանությունը գալիս է պարլամենտ եւ ընդդիմությունը մատ է թափ տալիս այդ իշխանության վրա մեզ ոչ ճիշտ հակառակն է իշխանությունը գալիս է պարլամենտ հարց ու պատասխանի ժամանակ ինքն է մատ թափ տալիս խորհրդարանական ընդդիմության վրա եւ այդ մարդիկ ուղղակիորեն ի վիճակի չեն հակադարձելու գործադիր իշխանությանը իր տեղը դնելու մյուս կողմից խորհրդարանական ընդդիմության համար էլ կարծեք թե շահեկան է այս իրավիճակը իրանք չեն ցանկանում իրենց տեղը զիջել որակապես այլ նորաստեղծ քաղաքական ուժերի երկու պատճառով որտեղ իրենք հայտնվում են խաղից դուրս վիճակում եւ երկրորդը ընդհանրապես կհեռանան քաղաքական դաշտից սրա մասին է խոսքը բայց ես հույս ունեմ որ մենք այս տարի եւ հաջորդ տարի իսկապես Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան խորքային արմատական փոփոխություններ նախ հանրային ընկալման մեջ հանրությունը որակապես նոր օրակարգ կառաջադրի ու հանրությունը հասարակական պահանջ կձևավորի որ այս իշխանություններն էլ պետք է հեռանան այս ընդդիմությունն էլ պետք է հեռանա Հայաստանում որակապես պետք է ձևավորվի եւ նոր իշխանություն եւ նոր ընդդիմություն Ես համաձայն եմ ձեզ հետ բարոն Արիգյան, մեզի գարիկ կա երրորդ ուժի եւ ինչպես էսիք Գարձես այո ժողովուրդը քանի տարի է վերջապես հասկացավ այս խաղը, այսինքն այս ամբողջ խաղը գարձեմ որ game over, սակայն երրորդ ուժին համար ինչ պետք է, եթե շատ բարձ նայենք մեդիան այսօր մեծ աստեցություն ունի, բոլոր մեդիան խորքի մեջ մոնոպոլի եղած է, ընդդիմությունը որ գա այս Եվ իշխանություն ունին ամենեն ուժեղ մեդիա ռեսուրսները, իսկ երրորդ ուժի կուսակցությունները եւ ուժերը չունին այդ մեդիա ռեսուրսը, այսինքն գա ալտերնատիվ մեդիան, դակավին նույնիսկ անդերը իրենք գրաված են, այսինքն YouTube ամենեն հսկա գայքերը YouTube-ի անոն ցերկել են։ Ինչ է ճանապարհը, որ մենք ջերկենք այս մոնոպոլը, մենք այսօր մոնոպոլի դեմ կգրվենք, դե ֆակտո։
Ես համաձայն եմ, մենք էլ նաև պետք է խոստովանեմ, որ ըստ էության տեղեկատվական շրջափակման մեջ ենք, հեռուստատեսությունները ընդհանրապես փակ են մեր առջև, գրեթե կարելի է անկեղծ ասել բոլոր հեռուստատեսությունները, YouTube-յան հեռուստաընկերություններից մի քանիսն են մեզ հրավիրում տարբեր ձևաչափերով եթերների, որոնց համար ես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։ Սա գլոբալ խնդիր է եւ իսկապես տեղեկատվական գործիքակազմի սակավությունը, այո, բարդացնում է մեր աշխատանքը, հանրությանը ներկայացնելու մեր տեսակետները, մեր գաղափարները։ Ես այստեղ իսկապես խնդիր տեսնում եմ, բայց ես կարծում եմ հետեւյալը, կգտնենք դրա ձևը հաղթահարելու այդ տեղեկատվական արգելքը եւ հանրության հետ ավելի ինտենսիվ աշխատանքի պայմաններում հանրությանը մասնակից դարձնելու այդ գլոբալ փոփոխություններին։ Ես խորապես համոզված եմ, հարգելի Պետր, որ հանրությունը ինքը պետք է մասնակցի այն գլոբալ փոփոխությունների գործընթացին, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է։ Եթե ժողովուրդը չմասնակցեց իր իշխանությունը փոփոխելու գործընթացին, մենք լրջագույն բարդությունների առաջ կկանգնենք։ Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում մի քանի մարդ, ով ուզում է լինի, ասենք, եթե նախկին իշխանությունների մի քանի հոգեր որոշվում իրենց իշխանական նկուղներում, հիմա չպետք է թույլ տալ, որ Նիկոլը մի քանի հոգով որոշի իր իշխանության հավերժացման գործընթացը։ Ճիշտ հակառակը, հանրությանը պետք է ներգրավել այս կարևորագույն process-ին եւ հանրությունը ինքը պետք է պատվեր իջեցնի Հայաստանի Հանրապետությունում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար։ Այս առումով կարծում եմ տեսանելի ապագայում ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվեն այս ուղղությամբ։ Բարոնորիկյան, ես ինչքան կփորձեմ շփվել քաղաքացիներուն հետ, ինձ մեկ հարցումը գարցնեն, որ ես արդյոք պատասխանը գներեք բաղավին հստակ չունեմ, եւ ժողովուրդը ուզե հստակ ճանապարհային կարդես եւ ընդդիմությունները բոլորը պիտի ընդունենք օրինակ ապակած սրբազանի շարժումը, որ ահավոր մոմենտումում է լավ, ռեկորդային գինես կդրեց, անկան արագ բարձրացավ, անկան արագ մարեցավ։ Շիգար ճանապարհային կարդես, շիգար քաղաքական ձեռակիր, շիգար այլընտրանք։ Ժողովուրդը ինձ գեսե լավ, որուն ընտրենք իհարկե երբ որ գսե որ նախկիններ անոր պատասխան ունին որ նախկիններուն շնորհիվ է որ խրդվիլակ օգտագործելով կմնա ժողովուրդը ինձ այս հարցումը գուղե որն ընտրենք երբ է բարոն Նորիկյան ինչ կնեք օրինակ Մարտա Հայաստան եւ այս երրորդ ուժը որ համախմբվին եւ գազմեն երրորդ ուժ որտեղ նույնիսկ եթե երրորդ ուժի մեջին այն կուսակցություններում անոնգա ունին դերևս ներտապանված են այսինքն ամուսնից մեկ մասնագավորս երևույթին ակնալ ինտիմատիվ չէ Ես մի փոքր այլ պատկերացում ունեմ այդ երրորդ ուժ հասկացության հետ, իրականում դա պետքա լինի ոչ թե երրորդ ուժ, այլ առաջին հաղթող ուժ, որը պետքա վերահսկողության։ Հետևաբար երրորդ ուժ, երբ որ դուք գնում եք երրորդ ուժի ճանապարհով, մենք պետքա ընդունենք, որ կան առաջին եւ երկրորդ ուժեր։ Հետևաբար մեր նպատակը ոչ թե երրորդ ուժ դառնալն է, այլ առաջին ուժ դառնալն է, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ծրագրերը։ Այստեղ խնդիրը ավելի խորքային է եւ ես կուզենայի ձեր միջոցով մեր հանրությանը հասցնել իմ պատկերացումները ցավոք սրտի սա իշխանական քարոզչության հետևանք է որը գալիս է մշտապես ամենակ Նիկոլի ժամանակներից չի ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից եթե Լևոնը չլինի բա ում ընտրենք եթե Քոչարյանին չընտրենք բա ում ընտրենք եթե Սերժին չընտրենք ում ընտրենք կամ հիմա Նիկոլը չլինի ով լինի Ժորժ ջան Նիկոլից հետո ով է լինի ավելի լավ է լինելու քան Նիկոլն է սա մեկ եւ երկրորդը խորապես համոզված եմ որ Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը պետք է լինի ինտելեկտուալ, կարողունակ, պրոֆեսիոնալ, քաղաքակիրթ մասնագիտական լուրջ փորձուն ունեցող Հայաստանի Հանրապետությունը սիրող Հայաստանի Հանրապետության շահերով առաջնորդվող որևէ այլ երկրի օտար երկրի շահերը չսպասարկող անհատներից բաղկացած կառավարություն պետքա ձևավորվի։ Այս առումով ես խորապես համոզված եմ, սիրելի բարեկամներ, դուք մի մտահոգվեք, Հայաստանում կան բազմաթիվ խելացի մարդիկ, որոնք կարող են եւ անպայման հետեւություններ արած կլինեն եւ Նիկոլ Փաշինյանի սխալներից, եւ Ռոբերտ Քոչարյանի սխալներից, եւ Սերժ Սարգսյանի սխալներից, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի սխալներից։ Մեր խնդիրը այն պետքա լինի, ինչպես անենք, որ նախին սխալները թույլ չտանք։ Մեր խնդիրը հետեւյալն է,
Ինչպես ձևակերպենք Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման հայեցակարգը առաջիկա 30 տարիների ընթացքում։ Վերջի շրջանում ես անընդհատ խոսում եմ, թե ինչպիսին եմ տեսնում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը ինչպիսի հաղորդակցության կամ շփման միջավայր պետք է ձևավորի սփյուռքահայության հետ, ինչպես մենք պետք է կարողանանք հայ ժողովրդի սփյուռքահայության մասին խնդրեմ մի խոսիկ, որտեղ անուն հատուկ բաց հատկացում խնդրեմ սփյուռքահայության մասին ունիմ հատուկ բաժին բաց կգներեք, շարունակեցեք։ Ես խնդրանքը իմ խորհուրդը, իմ հորդորը մեր քաղաքացիներին հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում կան պատվախնդիր, պատասխանատվության զգացում ունեցող, բավականին մտավոր կարողություններ ունեցող, քաղաքական խիզախություն ունեցող, քաղաքական հանդգնություն ունեցող եւ պատասխանատվություն ստանձնող մարդիկ, որոնք ակնկալելու են հանրության վստահությունը, որպեսզի ձևավորվի որակապես նոր իշխանություն։ Հակառակ պարագայում, եթե մենք տուրք տվեցինք այս կեղծ քարոզչական հնարքներին, թե եթե չլինի Նիկոլո, ով պետքա լինի, մենք ոչ մի հաջողության չենք հասնելու։ Ի վերջո, սիրելի բարեկամներ, ուրեմն նկատի ունեցեք, Հայաստանի Հանրապետությունում եղել են գերհսկա անհատներ, շատ լրջագույն ազդեցություն ունեցող քաղաքական պետական գործիչներ, բայց նրանք էլ հավերժ չեն եղել, Նիկոլն էլ հավերժ չի, եւ ես խնդրում եմ, որ տուրք չտալ այդ մանիպուլյացիային, այս իշխանությունը սպառվել է եւ այս իշխանությանը մեր ժողովուրդը պետք է փոխարինի ավելի լավ իշխանությունով։ Ես մի գրամ չեմ կասկածում։ Օրնորիգյան, սպիրկի մասին ինչպես էսի հատուկ բաժին։ Ես վերջին ելույթը, որ լսեցի, շատ համեցա, շատ տուրիս եկավ։ Ըսիկ էական բաները, որ մատը տրավ վերքին վրա։ Եվ այս հարցում, երբ որ ես շատ ինտիմատիվներու կհարցնեմ, գսեն իշխանության գեսը, գսեն որ իշխանություն այս նրա համացայն եմ, թե Վարդգես Փաշինյանը հստակ որ ամեն անց որ հայ արյունը գրե, ավտոմատիկլի Հայաստանի քաղաքացի է։ Սակայն այսօր նույնիսկ Հայաստանին դու ճիշտ ես Հայաստանի մեջ կան շատ ուժեղ մտավորականներ, միջազգանագետներ, սակայն անոնք չեն առաջադար։ Դժբախտաբար իշխանությունը հանցի ամոր ավելի ցանը ստացած է, որ սխալ է, պետք է պաշտոնները ստանան մասնակիցներ եւ Հայաստանի մեջ ունենք շատ մասնակիցներ գտնունիմ։ Սակայն նույնիսկ Հայաստանին դուրս ելած հայաստանցիներ կարող չեն կվերարգել։ Սպիրկի հայերը կարող չեն կվերարգել։ Սպիրկի հայերը ինձ համար անհետեթ պատճառաբանությամբ որ երկու քաղաքացի կգնա ուրիշ երկրի ագենտ լալ եւ այլն Անոնց արգելված է սպասներ պետական պաշտոնյաներ չեն գնալ ասկային ժողով մաս կազմել Թուրքիան եւ ունիկ մեծ ռազմական դինդեսակետ դիվանագիտական մեծ բաներ օրինակ 140-յանի մեծ մեկ օրինակ եմ օրինակ է ասի միայն այստեղ կա հարցեր մանավանդ ան սպիրկայը որ Հայաստան վերադարձած են ոչ թե որտեղ սպիրկային եւ խտրականություն կա սակայն որտեղ Հայաստանի մեջ է ինչպես որ սպիրկի մեջ գդիրե ներքին ուղակներով VIP մենաշորներու մշակույթը անոնը քաղաքական կյանքի դուրս մանածած են այսօր հայաստանցիներուն քանի օքին է տարգելավի ոչ մեկը քանին գուսակցարան ղեկավարը ոչ մեկը կրեթե ի բազարություն դերոս բարոն Սեֆիլյանի որ 30 տարի այստեղ է քանի օքի քաղաքական թեմ կբարձրանա սպիրկայը ընդամենը ոչ մեկը սպիրկը ոչ մեկ բան չի գնալնել իշխանությունը եւ համատրությունը կգաշխանտեն եւ ընդդիմությունն մեծ դեր կխաղա որտեղ ինքն աչի հրավիրել սպիրկայում այստեղ եթերներու այսինքն մենք ոչ կնանք խոսիլ ոչ կնանք ընտրել ոչ կնանք ընտրվել սակայն դուք խելացի բաներ եք որ սպիրկայերը պետք է ընդգրկվին խնդրեմ խոսեցեք բոլոր դաշտեցի ես ելնել եմ այն կանխավարկածից որ հայ ժողովրդի ներուժը պետք է կենտրոնացնել Հայաստանի Հանրապետությունում եթե մենք իսկապես սիրում ենք մեր հայրենիքը, սիրում ենք մեր պետությունը, մենք պետք է մեր ժողովրդի ամբողջ ներուժը կենտրոնացնենք Հայաստանի Հանրապետությունում եւ ստեղծենք արդյունավետ ու մրցունակ պետություն գոնե առաջիկա 50 տարիների համար։ Ելնելով այդ հավատամքից ես գտնում եմ հետեւյալը, որ աշխարհում ապրող բոլոր հայերը ազգությամբ պետք է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն ստանալու ամենապարզ ընթացակարգի հնարավորություն ունենան Հայաստանի Հանրապետությունում ամենալավագույն պայմաններով ընդհանուր մինչև որոշ ոլորտներում որոշ ուղղություններով արտոնյալ պայմաններով ներդրումներ իրականացնելու գործարարությամբ զբաղվելու ընդհանուր մինչև 5-10 տարի բոլոր հարկային պարտավորություններից ազատելու հնարավորություն պետք է ունենան ենթադրենք ասենք սփյուռքահայ ներդրողը գալիս է եւ ցանկանում է
ասենք Տաուշի մարզում, Շիրակի մարզում կամ Լոռու մարզում կամ որևէ այլ գյուղական բնակավայրում կամ նույնիսկ տարբեր մերձ Երևանյան կամ այլ ցանկանում է որևէ արտադրություն կազմակերպել, բիզնես կազմակերպել, փորձում է այդ արտահանմանը միտված գործունեություն արդյունաբերական ծավալել, Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ ներդրողին ուղղակի դարձնի իր օրվա հերոսը, իր այդ քաղաքացու կերպարով սկսի կրթել դաստիարակել իր մատաղ սերնդին։ Այսինքն մենք մուլտիպլիկատիվ էֆեկտ կհաղորդենք մեր ամբողջ հայությանը եւ մեր պետության ներուժին։ Ես այդտեղ տեսնում եմ բեկման անհրաժեշտություն։ Ես դες հավաստիացնում եմ, եթե Սփյուռքում ապրող 100,000-ավոր քաղաքացիներ տեսնեն, որ կարող են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել այնպիսի ձեռնարկատիրական գործունեություն, որը փող շահավետ է լինելու, մի կողմից իրենք գալու են Հայաստան ներդրումներ անեն ու փորձեն փոքրիկ ձեռներեցությամբ զբաղվել, մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը խրախուսելու է, ազատելու է իրեն հարկային պարտավորություններից, նպաստելու է, փորձելու է հնարավոր ամբողջ պետական կառավարման համակարգով օգնել, աջակցել, որպեսզի այդ մարդիկ կայանան, ամրապնդվեն, ամրանան Հայաստանի Հանրապետությունում, ես հավաստիացնում եմ ձեզ, մենք կունենանք իսկապես ֆենոմենալ հաջողություններ առաջիկա 10-15 տարիների ընթացքում։ Հաջորդը մենք ինչ ենք առաջարկում, մենք ասում ենք Հայաստանի ազգությամբ այն բոլոր հայերը, ովքեր ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում ընտրելու եւ ընտրվելու խնդիր են դնում իրենց, որպեսզի մասնակցեն Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարմանը, պետական կառավարմանը, դառնան падգամավոր, նախարար, քաղաքապետ, վարչապետ, նախագահ, ասում ենք շատ լավ, մենք պետք է տանք ձեզ այդ հնարավորությունը, պայմանով, որ դուք վերադառնալու եք ընտրվելու դեպքում վերադառնալու եք ձեր ընտանիքի անդամների հետ միասին Հայաստանի Հանրապետություն մշտապես բնակության, ձեր զավակները պետք է դառնան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ, համալրեն Հայաստանի Հանրապետության բանակի շարքերը, մասնակցեն Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, խնդրեմ, ինչի մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի սպეციფիկան, հարգելի Պետեր, յուրահատուկ է, աշխարհում չկա, երևի հաջորդը հрьяաներն են։ Ուրիշ այլ ժողովուրդ չկա, որպեսզի այսպիսի սփռվածություն ունենա։ Ես մի քանի տարի առաջ մի պատկերավոր բան է ասել է Հայաստանի Հանրապետության սահմանները ինձ համար յուրովի են, աշխարհում գտնվող բոլոր հայերը անկախ նրանից որտեղ են ապրում, ինձ համար յուրովի Հայաստանի Հանրապետության սահման են։ Հետաբար այս առումով Սփյուռք հայությունը ինքը նույնպես պետք է դիտարկի իր ներուժը, իր կարողությունները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու համար եւ ես չեմ կասկածում մենք այդ գաղափարի իրականացման արդյունքում մենք անհաղթելի պետություն կարող ենք դառնալ, անհաղթելի ժողովուրդ կարող ենք դառնալ։ Ընդամենը պետք է ֆիքսվել այս գաղափարի վրա, Հայաստանը դարձնել հաբ երկիր, հայ ժողովրդի ներուժը կենտրոնացնել Հայաստանի Հանրապետությունում, միմյանց նկատմամբ փոխադարձ վստահության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի։ Ես ձեզ հավաստիացնում եմ, քանի դեռ այս Նիկոլ Փաշինյանական չարությունը, այս կասկածամտությունը, այս միմյանց նկատմամբ այս ատելությունը չի հաղթահարվել, հավաստիացնում եմ ձեզ, ինչքան ուզում եք եկեք խոսենք, մենք չենք կարող որակապես փոփոխության բերել մեր երկիրն ու Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե, ես շատ մոտից գուզեմ ավելցնեմ, որ սկսած եմ ճշմարտաբար քաղաքացիական պայմանագիրը, որ ես այլ կերպ կսպասեի, ամենն եմ, որ ես վարչապետ Փաշինյանին կանտադեմ, ասած են տուն Հայաստան եկածես դուրսեն, ինչ կուզես Հայաստանի մեջ այսպեսի բանակի խոսից, նույնը ասած են Արցախայության եւ գա շատ ուժեղ խտրականություն Արցախայության եւ ընդհանրապես այս խոսքը լսած եմ օրինակ համար քաղաքացիական պայմանագիրի աչագիցը, որ ասած է, որ Արցախային Ղարաբաղին այստեղ եկածես ինչ է ուզում դակավից Հայաստանին։ Իհարկե, այս անտագոնիզմի մթնոլորտը բերավ այս իշխանությունը, որ սև ու սպիտակի խառնեց, սպիրկահայ երևանցի, արցախցի, արմավիրցի։ Հիմա նույն տարի հստակ է շատ գտնած ենք։ Ունենք Գյումրիի ընդրություններ, Արտար Հայաստան ուսակցության դիրքորոշումը ինչ է, արդյոք պիտի մասնակցի եւ արդյոք կարող ենք մենք Գյումրիի որ ինտելեկտուալներու Հայաստանի քաղաքն է, զարգացածներու գետրոնն է, արդյոք անդերին մի դիսկսի այս նեոլիբերալ ուժին բարձությունը մի դիսկսի արդյոք Գյումրիեն, ինչ կուզեք ասել գյումրեցիներուն։ Ես հույս ունեմ, որ մենք Կիրակի օրը ականատես կլինենք գյումրեցիների ազատ կամքի արտահայտմանը։ Ես հավատում եմ նրանց ոգեղենությանը, նրանց կոլորիտի նկատմամբ ունեմ մեծագույն հարգանք
եւ ես հույս ունեմ, որ գյումրեցիները ճիշտ ընտրություն կկատարեն։ Գիտեք ինչ, բարձ ասեմ, գործող իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտները եւ ես չգիտեմ թե մեր գյումրեցիները ինչի համար պետք է եւս նրանց մեկ անգամ եւս վերընտրվելու կամ ընտրվելու հնարավորություն տան։ Տեսնենք, ես չեմ ուզում գերագնահատել Գյումրու ընտրությունները, հարգելի Պետր, ուզում եմ մի փոքր այլ դիտանկյունից նայենք, որովհետև ի վերջո դա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները, դրանք համայնքային խնդիրներ են։ Մեր հասարակությունը շատ լավ պատկերացնում է համայնքային իշխանություններից ակնկալում է, որպեսզի համայնքի իշխանությունները կարողանան ամենօրյա խնդիրներ լուծմամբ զբաղվեն։ Մենք մի քանի անգամ 6-7 անգամ մասնակցել ենք համայնքային նշանակություն ունեցող ընտրությունների եւ ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ չի կարելի գերագնահատել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակությունը։ Մի քանի օր անց այդ ակտիվությունը, այդ ոգևորությունը կանցնի, մենք պետք է պատրաստվենք գլոբալ փոփոխությունների, 2026 Այո, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով չի կարելի չափել որևէ քաղաքական ուժի ազդեցությունը, բայց ես ուզում եմ այստեղ մի բան արձանագրել։ Գործող իշխանությունը ամբողջովին ձախողելով իր 7-ամյա կառավարությունը այսօր առանց որևէ հիմնավորման փորձում է վերարտադրվել եւ ես հույս ունեմ, որ գյումրեցիները ոչ են ասելու այդ իշխանությանը եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում մենք որակապես այլ իրավիճակ ենք ունենալ։ Վերջին հարցումս Բարոն Նորեգյան, պիտի հասնիմ արտահայտ քաղաքականության դժբախտաբար ընդդիմությունների եւ քաղաքական ուժերի մեջ այս ինձ համար անհասկանալի մոդելությունը կա, որ նախ հիմա որոշենք մեր արտաքին զինագիծները։ Իմ կարծիքով արևմուտք թե Ռուսաստան կամ արևելք Ani միայն գալով է վճռվել ասկային դիալոգով եւ հիմա ադուր ադենը չէ արտար Հայաստան գուսակցության դիրքորոշումը ինչ է արդյոք գալով է համագործակցել թե անուժորը որ Ռուսաստանը գնացնի բրզինագից եւ թե անուժորը արեմբանամետ են որովհետեւ ասի ասկային մագարտայի վրա միայն մի լուծվի եւ հիմա շատ կան խաս է ադուր վրա զինակցությունները դերի չունեն օրինակի համար բանջի որ հիմա ցե դիրքորոշումը ճշտեք Հարգելի Պետեր Ես բազմիցս անգամ վերջի 4 տարիների ընթացքում մեր հիմնադիր համագումարի ժամանակ էլ ընդգծել եմ, որ Արդար Հայաստան կուսակցության գործունեության հիմքը առանցքը Հայաստանի Հանրապետությունն է։ Ավելին ընդգծել ենք, որ Հայաստանի Հանրապետությունից պետք է վռնդվեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք սպասարկում են օտար պետությունների շահերը։ Ու այդ օտար պետությունները կլինի Ռուսաստանը, կլինի Եվրոպան, կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն մենք ինչ ենք ասում, ժողովուրդ ջան։ Մենք ասում ենք, այդ Հայաստանի Հանրապետությունում գործող ռուսամետ ու արևմտամետ ուժերի գերակշռող մասը ինչ է իրար հետ գզվրտում։ Այն մի մասը ռուսամետները ասում չէ, պետք է մնանք շարունակենք մնալ Ռուսաստանի ճորտը, այն արևմտամետ որոշ քաղաքական ուժեր իրենց ղեկավարների հետ միասին ասում են, չէ, Ռուսաստանի ճորտ լինելը լավ չի։ Դուրս գանք դառնանք Բրյուսելի ճորտը, դառնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների ճորտը, մենք ասում ենք ժողովուրդ ջան, պետք չի ճորտ լինել։ Պետք է արժանապատիվ հարաբերություններ, հավասարակշռված, շրջահայաց, Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերով պայմանավորված արտաքին քաղաքականություն վարել։ Մենք չենք կարող աշխարհից անտեսվել, հիմա էլ հրճակենք որևէ մեկին թշնամի ու սկսենք պայքարել դրա դեմ։ Հայաստանի Հանրապետությունը Գիտեք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ մարդ, ես կարող եմ իմ սուբյեկտիվ պատկերացումները ունենալ ռուսների նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ, ամերիկացիների նկատմամբ, թուրքերի նկատմամբ, բայց եթե մենք զբաղվում ենք քաղաքականությամբ, մենք եթե զբաղվում ենք պետական շինարարությամբ, մենք պարտավոր ենք իրատես ռացիոնալ Հայաստանի Հանրապետության իրական հնարավորություններով պայմանավորված արտաքին քաղաքականություն վարել, հարգելի Պետեր, միայն դա է բերելու Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգ միջավայրի ձևավորմանը, եթե մենք շարունակենք այն արկածախնդիր քաղաքականությունը, որ այս մի ճորտից դուրս գանք, դառնանք մեկ ուրիշ ճորտը կամ այն մի ճորտի մնալը լավ է, ուրիշ մեզ ճորտատեր պետք չի, մենք կկործանենք Հայաստանի Հանրապետությունը, առանց այդ էլ վտանգի առաջ ենք կանգնած։ Հիմա մենք ապրում ենք մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, փորձելով բոլոր երկրների հետ
այդ թվում նաև Թշնամի երկրների հետ, այդ թվում նաև մեզ ոչ բարեկամ, ոչ լավ բարեկամ, դրժած խոստումները բարեկամների հետ վարել զուսպ հավասարակշռված քաղաքականություն ու ոչ թե նրա համար, որ մենք վախենում ենք, որ մենք չգիտենք Ամերիկայի հետ լեզու գտնելու բանաձևերը, բանալիները, Արևմուտքի հետ կամ Ռուսաստանի հետ, այլ մեր պատկերացման հիմքում դրված է բացառապես Հայաստանի ռազմավարական շահը։ Մենք իրավունք չունենք վտանգել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Ի վերջո, ցանկացած իշխանության խնդիրը պետք է լինի հետևյալում. անել հնարավորը, որպեսզի երկիրը չներկաշվի որևէ արտաքին քաղաքական կատակլիզմի մեջ։ Մեզ ոչ երկրորդ մեզ ոչ Ուկրաինա է պետք դառնալ, ոչ մեզ Սիրիա է պետք դառնալ, ոչ մեզ պետքա որ մեր երկիրը վերածենք Լիբանանի, Ժորժ ջան, սա մեր հայրենիքի են հերկված բեկորն է, որի վրա մենք փորձել ենք ու փորձում ենք կառուցել Հայաստանի Հանրապետությունը։ Մեզ օդ ու ջրի պես պետություն է պետք ու մենք պարտավոր ենք մեր զավակից էլ թանկ ձևով վերաբերվել ու պահպանել Հայաստանի Հանրապետությունը։ Բարոն Նորիկյան, շատ շնորհակալ եմ, հարցումս ավարտած է, սակայն մեզի դարվին զումը դված է 5 րոպե, եթե ունիք սրտի կամ մտքի խոսք խնդրեմ, ազատ է տաշտը։ Ես ձեր լեսարանին մեր հայրենակիցներին ողջություն եմ ցանկանում։ Խաղաղությունը բարձր արժեք է, թանկ արժեք է։ Հայաստանի Հանրապետությունը բնականաբար պիտի անի ցանկացած վերնախավ ով էլ գա իշխանության, պետք է ամեն ինչ անի, որպեսզի խուսափի պատերազմական գործողություններից։ Մեզ վերականգնվել է պետք։ Մեզ անհրաժեշտ է ստեղծել անվտանգային այնպիսի նոր ճարտարապետություն, որ հնարավորություն չի տա մեր հակառակորդներին գալ մեր տան վրա։ Մեզ լուրջ տնային աշխատանք է անհրաժեշտ կատարել, որպեսզի պայմաններում դրա համար եմ ես ասում, մենք պետք է իմի բերենք մեր ողջ հայ ժողովրդի ներուժը։ Եվ ես հավաստիացնում եմ ձեզ, եթե մեզ այդ միասնականության, այդ միասնության գաղափարը կարողանանք հաղթանակի բերել, հավաստիացնում եմ, մենք տարածաշրջանում կդառնանք դոմինանտ, առաջ մղող եւ անհաղթելի քաղաքական ժողովուրդ, քաղաքական ուժ, քաղաքական իշխանություն, ընդդիմություն, ի վերջո հաղթանակած պետություն։ Բարոն Նորիկյան, անցավ շնորհակալ եմ, մեզ դեր Արտար Հայաստան ուսակցության հիմնադիր նախագահ բարոն Նորիկյանը ուզեմ փակել լսելով Հայաստանը ամեն բանի վեր է։ Շնորհակալություն բարոն Նորիկյան։ Հարգանքներս լավ մնացեք, հարգելի։ Շնորհակալ եմ որ ընդունեցիք եղեք։ Շատ շնորհակալություն։ Սիրով եղբայր ջան։